Լիտվայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի զինված ուժերի համար սարքավորումներ արտադրող գործարանը հրկիզելու փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը։ Ըստ Լիտվայի դատախազության 2024 թվականին գործարանի հրկիզման հետ կապված ձերբակալվել են 6 անձինք՝ Իսպանիայի, Կոլումբիայի, Կուբայի, Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ նրանք հնարավոր է կատարել են Ռուսաստանի ռազմական հետախուզության համար հանձնարարություններ, որոնց դիմաց ստացել են $5,000-ից $10,000։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Լիտվայի իշխանությունները կարծում են, որ հանցավոր խումբը հնարավոր է շարունակել է նմանատիպ դիվերսիաներ կատարել Ռումինիայի նավթային ենթակառուցվածքների օբյեկտներում, Լեհաստանի շինարարական պահեստներում, ավտոբուսներում, փոստային բաժանմունքներում եւ Չեխիայի կինոթատրոնում։ Արևմուտքը պետք է Ռուսաստանի հետ խոսի Ուկրաինայի մասին, այնպես ինչպես արևմտյան երկրները խոսում են միմյանց հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նախ պետք է Ռուսաստանի հետ խոսենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին, այնպես ինչպես խոսում ենք միմյանց հետ։ Մենք պետք է Ռուսաստանի հետ խոսենք որպես հարևան, ասել է նախկին գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով վաղ թե ուշ արևմուտքը ստիպված կլինի քննարկել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր ճարտարապետությունը։ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի մոտակայքում տեղակահրադադար հաստատելու վերաբերյալ, հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մամուլի ծառայությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ապահովել է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի համաձայնությունը տեղական հրադադար հաստատելու վերաբերյալ, որը թույլ կտա սկսել Զապորոժիեի ԱԵԿ-ի վերջին մնացած պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, ասվում է հայտարարության մեջ։ Գործակալությունը հունվարի 10-ին սկսել է խորհրդակցություններ Զապորոժիեի ԱԵԿ-ի մոտակայքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ պահուստային էլեկտրահաղորդման գիծը վերականգնելու համար։ Հապկում Ռուսաստանի նախագահության շրջանակներում հավաքական անվտանգության ապահովման միջազգային հանձնաժողովը 2026 թվականին կանցկացվի Մոսկվայում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նույն հրամանագրով կազմավորվել է հանձնաժողովի կազմկոմիտեն։ Դրա նախագահ է նշանակվել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել կազմկոմիտեի կազմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի շուրջ, հաղորդում է Reuters-ը։ Մենք բանակցություններ ենք վարում ՆԱՏՕ-ի հետ, ասել է նա պատասխանելով Գրենլանդիայի մասին հարցին։ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն 2009 թվականին այն ստացել է ինքնավարություն, ինքնակառավարման հնարավորությամբ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դադարեցնել Ուկրաինայի համար զենք գնելու ամոթալի ֆարսը։ Ուկրաինական հակամարտությունը հետևյալ տեսքն ունի. դուք գումար եք տալիս Ուկրաինային, որով գնվում է ամերիկյան զենք, եւ հետո հայտարարվում ֆինանսական խնդրի մասին։ Եկեք վերջ դնենք այս ամոթալի ֆարսին։ Ոչ մի եվրո, ոչ մի զենք, ոչ մի զինվոր, Ուկրաինայի համար եւ պատերազմի համար, որը մերը չէ, հայտարարել է Ֆիլիպոն։ Նախ օրերին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումներն, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։ Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում է կայացվել շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում կացնել հանրությանը։ Կուսակցության գործադիր մարմինը նաև իր խորը մտահոգությունն է հայտել քաղաքական բանտարկյալ լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության գործադիր մարմինը ընդգծել է, որ օրինական եւ հասանելի բոլոր միջոցներով ներառյալ միջազգային կապերի օգտագործման պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB մակարդակում։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ, սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ։ Այն վստահության հայտ է ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։ Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակողում է վստահության նոր փուլ, շնորհավորում եմ բոլորիս, նշել է Փաշինյանը։ 2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել, 13 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ։ Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք, այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ 14 ժամ դատական նիստ, փաստաբանական թիմով քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք։ Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է, իդեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, ասել է Վարդևանյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 5 անձանցից 4-ի, այդ թվում П3 պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքի որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Միշտ հարցնում եք գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է։ 4 գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այնքան հաճախ, որքան մենք հանդիպում եւ խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով չենք խոսում։ Խոսքը միայն գերիների մասին չէ, մենք մշտապես խոսում ենք նաեւ անհետ կորածների մասին եւ այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չի մնա, մեր համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, դա ժամանակի հարց է, ես վստահ եմ, նշել է Ալեն Սիմոնյանը։ Տոնածառը հանում են, դա նշանակում է, որ նոր տարին այլևս նոր չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հրապարակել Հանրապետության հրապարակում հավաքվող տոնածառի տեսանյութը։ Սա նշանակում է, որ սիրուն աշխատանքային հաջող տարի է սկսվել, հավելել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-ից 23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Թե վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի տնային կալանքով փոխարինելու որոշումը, այդուհանդերձ նրանք քրեակատարողական հիմնարկ դեռևս չեն տեղափոխել։ Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը հայտնել է, որ այս պահին Սամվել Կարապետյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում, նա օրեր շարունակ բուժում է ստանում ստացիոնար բուժման մեջ, ասել է նա։ Գասպարյանը նշել է նաև, որ ինչպես ավելի վաղ հայտնել են ախտորոշումը, COVID-ն է թոքաբորբը։ Հարցին, թե մինչև լիարժեք բուժումը նրան արդյոք չեն տեղափոխի քրեակատարողական հիմնարկ, փաստաբանն ասել է, որ չի կարող պատասխանել։ Չեմ կարող այդ մասին ասել, թե ինչպես կդրսևորեն իրենց մարդասիրության սկզբունքներում, դա այլ հարց է, բայց այս պահին հստակ կարող ենք ասել, որ նա Նաիրի բժշկական կենտրոնում ստանում է ստացիոնար բուժում, նշել է փաստաբանը։ Ուկրաինայում կայուն եւ երկարատև խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են համատեղ եւ փոխադարձ ջանքեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով խաղաղությունը չի կարող ինքնաբերաբար ձևավորվել։ Նրա ձևակերպմամբ, ինչպես ընդգծել է նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են համակարգված քայլեր տարբեր ուղղություններով եւ կողմերի միջև փոխադարձ պատրաստակամություն։ Խոսքը վերաբերում է այն բանին, որ խաղաղությունը ինքն իրեն չի հաստատվի։ Դրա համար պահանջվում են համատեղ ջանքեր, հանդիպակաց ուղիներով, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այս հայտարարությունը Պեսկովը արել է մեկնաբանելով Պուտինի կոչը վերադառնալու գլոբալ անվտանգության ճարտարապետության քննարկմանը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը դժգոհություն էր հայտնել միջազգային իրավիճակի շարունակական վատ թարացման կապակցությամբ, նշելով, որ աշխարհում տասնյակ երկրներ բախվում են իրենց իրավունքների անտեսման, քաոսի եւ իրավական կամայականության հետ։
Վաշինգտոնը սկսել է Մերձավոր Արևելք տեղակայել առնվազն 1 ավիակիր հարվածային խումբ Իրանի հետ լարվածության սրման պատճառով, հաղորդում է Fox News-ը հողմանելով ռազմական աղբյուրներին։ Նրա խոսքով դեռևս պարզ չէ խոսքը USS Abraham Lincoln ավիակրի, թե Նորֆոլկից եւ Սան Դիեգոյից մեկնած նավերի մասին է։ Դրանց տարածաշրջան տեղակայումը ենթադրաբար կտևի առնվազն 1 շաբաթ։ ԱՄՆ օդային, ցամաքային եւ ծովային ռազմական միջոցները առաջիկա օրերին կժամանեն տարածաշրջան։ Նախագահ Դոնալդ Թրամփին տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանին։ Հեռուստաալիքի աղբյուրներից մեկը նշել է, որ եթե նախագահը որոշի ռազմական գործողություն սկսել, այն կլինի ավելի հարձակվողական։ Ռազմական պլանավորողները պատրաստում են մի շարք տարբերակներ, որոնց ընտրությունը կախված կլինի Իրանի իշխանությունների գործողություններից առաջիկա օրերին։ Պաշտոնյաները ուժերի տեղակայման գործընթացը բնութագրում են որպես խմբի տեղակայում։ Տոկիոյում հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին եւ Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին համաձայնել են շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Ուկրաինային աջակցել է հաղորդում է Կյոտո լրատվականը։ Երկու առաջնորդները նաեւ համաձայնել են Ճապոնիա եւ Իտալիա միջեւ երկկողմ հարաբերությունները բարձրացնել հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը հետեւողականորեն զարգացել է եւ վերջին տարիներին հարաբերությունները զգալիորեն խորացել են։ Ավելին, Տակայիչին եւ Մելոնին համաձայնել են, որ Եվրոպայի եւ Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը անբաժանելի է։ Նրանք վերահաստատել են իրենց ծրագրերը շարունակելու համագործակցությունը ազատ եւ բաց Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի տեսլականն իրականացնելու համար։ Հունգարիան կարող է շուրջ 40 տարի շարունակել վճարել իր քաղաքացիների թոշակները այն գումարով, որը Ուկրաինան պահանջում է Եվրոպական միությունից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, անդրադառնալով Կիևի ներկայացրած 800 միլիարդ դոլարի ֆինանսական պահանջին։ Օրբանի խոսքով այդ նույն միջոցներով Հունգարիան կկարողանա ոչ միայն 4 տասնամյակ ապահովել թոշակների վճարումը, այլև շուրջ 40 տարի ֆինանսավորել հունգարական ընտանիքների աջակցության ծրագրերը։ Սա սարսափելի մեծ գումար է, նրանք, ովքեր սովոր չեն բազմաթիվ զրոներով ավարտվող թվերին, իրականում չեն պատկերացնում, թե ինչ հսկայական ֆինանսական հոսք է նախատեսվում Եվրոպայից դեպի Ուկրաինայի ծախսերը փակելու համար, ընդգծել է վարչապետը։ Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի պատրաստում ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, ինչի հետևանքով Եվրամիությունը ստիպված կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում ինքնուրույն բարելավել Կիևի 800 միլիարդ դոլարի պահանջը։ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան զավթելու ցանկացած փորձ Եվրամիության համար կարմիր գծի հատում կլինի եւ կվտանգի Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցությունը։ Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը։ Գրենլանդիան Եվրամիության մաս կազմող ինքնիշխան երկրի ինքնիշխան մասն է, սա այն բանը չէ, որի հետ կարելի է խաղալ, հավելել է նա։ Նախարարը շեշտել է, որ արդեն զգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Սքոթ Բեսենտին ԱՄՆ հնարավոր որոշման բացասական հետևանքների մասին։ Լեսկյուրը նշել է, որ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Եվրամիության դեմ, կղզու հնարավոր բռնագրավման լույսի ներքո Եվրամիությունը ստիպված կլինի հարմարվել դրան։ Գրենլանդիայի շուրջ ձևավորված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից արտառոց է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղի ունեցող զարգացումները։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը չի տեղավորվում միջազգային իրավունքի դասական նորմերի շրջանակում եւ պահանջում է զգույշ եւ խորքային գնահատում։ Վերջինս ընդգծել է, որ նման դեպքերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների եւ իրավական հավասարակշռության վրա։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործողություններին, հաշվի առնելով դրանց հնարավոր հետևանքները միջազգային անվտանգության եւ իրավական համակարգի համար։ Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Օմանը նշանակալի դիվանագիտական ջանքեր են գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու չհարձակվել Իրանի վրա եւ Թեհրանին հնարավորություն տալու ցուցադրել բարի մտադրություններ, հաղորդում է France Press գործակալությունը, հղում անելով Սաուդյան պաշտոնյայի։ Նա ասել է, որ երեք երկրները Վաշինգտոնից զգուշացրել են տարածաշրջանի համար լուրջ հետևանքների մասին լարվածության սրման դեպքում։ Նա հավելել է, որ բանակցությունները շարունակվում են ձեռք բերված վստահությունը ամրապնդելու եւ դրական վերաբերմունքը պահպանելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։
Եմենի կառավարությունը հրաժարական է տվել, իսկ արտաքին գործերի նախարար Շայա Մոհսեն Ալ-Զինդանի նշանակվել է երկրի նոր վարչապետ։ Այս մասին հաղորդում է SABA լրատվական գործակալությունը։ Շայա Մոհսեն Ալ-Զինդանի նշանակվել է նախարարների խորհրդի նախագահ եւ հանձնարարվել է ձևավորել կառավարություն, ասվում է Եմենի նախագահական կառավարման խորհրդի նախագահ Ռաշադ Մոհամմեդ Ալ-Ալիմիի կողմից հրապարակված հրամանագրում։ Հրամանագրի համաձայն ներկայիս կաբինետը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը։ Եմենի վարչապետ Սալեմ Սալեհ բին Բրեյքը ներկայացրել է կառավարության հրաժարականը։ Ալ-Ալիմին ընդունել է հրամանագիրը հունվարի 15-ին։ Հրամանագրում նշվում է, որ կաբինետի լուծարումը անհրաժեշտ է երկրում վերջին փոփոխություններին համապատասխան նոր կառավարության ձևավորման համար ճանապարհ հարթելու նպատակով։ ԱՄՆ հայտարարությունների ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հրաժարվում են ընդունել ռազմական դաշինքի ներսում առկա պառակտման մասին ենթադրությունները, պնդելով, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Այս մասին հաղորդում է Politico-ն, հղում անելով Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին։ Մեծ Բրիտանիան եւ նրա շատ դաշնակիցներ դժկամությամբ են ընդունում դաշինքում առկա ճաքերի մասին ցանկացած ենթադրություն։ Նշվում է հոդվածում. Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ավելի ուժեղ է, քան երբևէ։ Նա այս հայտարարություններն արել է պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այն ճգնաժամի մեջ է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն է վերագրում ՆԱՏՕ-ի փրկությունը։ Վերջինս պնդել էր, որ դաշինքը գոյություն չէր ունենա առանց իր առաջնորդության։ Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորին ինքնասպանության են հասցրել։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, այն է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեն։ Վերջինս ձերբակալվել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հունվարի 14-ին ժամը 09:50-ի սահմաններում հայտնաբերվել էր Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով։ Զինվորին մահացած գտել էին Վարդենիսում մարտական հերթապահության ժամանակ, նա եղել է խրամատում։ Վերջինս մոտ 6 ամսվա զինծառայող էր, 2025 թվականի ամառն էր զորակոչվել բանակ։ Գործարար Սամվել Կարապետյանին տնից ստանում են կրկին ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, այս մասին հայտնել են լրատվամիջոցները։ Նշվում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը դեկտեմբերի 30-ին փոխվել էր տնային կալանքի, դատարանը 4 միլիարդ դրամի գրավ էր սահմանել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։ Նման բան չի ասվել լրագրողների հետ զրույցում, պնդել է Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի խոսքով թուրք գործիչն ասել է, թե աջակցում են այն գործընթացին, որը տանում է Հայաստանի գործող իշխանությունը։ Նա ասել է, թե շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ու տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի հանրության մեծամասնության խաղաղության գնալու ու առևտուր անելու, թրիփի շրջանակներում առևտուրը զարգացնելու կոչերին։ Սիրելի հավատացյալներ, վերստին տեղեկացնում ենք, որ Արագածոտնի թեմում նախկինում ծառայող Ստեփան Ասատրյանը, նախկին տեր Արամը եւ Արամայիս Թախմազյանը, նախկին տեր Թադեն կարգալույծ եղած են եւ իրենց կատարած ոչ մի արարողություն, մկրտություն, կնունկ, պսակադրություն, հուղարկավորություն, պատարակ, տնօրնեք կամ այլ ծեսեր վավերական չեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։ Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի ակամայից չսխալվեք եւ մեղք չգործեք, ասված է հայտարարությունում։ Վաշինգտոնի հետ երկխոսության մեջ Իսրայելի առաջնորդները չեն պնդում Իրանի տարածքի ԱՄՆ-ի հնարավոր հարվածների վրա եւ փորձում են խուսափել այս հարցում սպիտակ տան վրա ճնշում գործադրելուց, հաղորդում է Axios-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին։
Նրանք ասացին, որ մենք կհետևենք ձեր հրահանգներին։ Մենք չենք պնդում հարվածի վրա, ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։ Axios-ի տվյալներով ԱՄՆ-ն սերտ կապի մեջ է Իսրայելի հետ եւ ակտիվորեն խորհրդակցում է Վաշինգտոնի կողմից Իրանի վերաբերյալ ձեռնարկվող հնարավոր քայլերի շուրջ։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել են պաշտոնյաները, Իսրայել վարչապետ Բենյամին Նեթանյահունը դիտավորյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աչքում ստեղծում է այն տպավորությունը, որը ինքը ճնշում չի գործադրում Վաշինգտոնի վրա եւ չի ձգտում ուժային սցենարի, չնայած իր սեփական դիրքորոշմանը։ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պատրաստ են Կոպենհագենի խնդրանքով Գրենլանդիա ուղարկել 30-ից մի քիչ ավել թվով զինվոր։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ Գործակալության հաշվարկներով մոտ ապագայում Գրենլանդիա կժամանի ընդհանուր առմամբ 34 զինվոր։ 7 եվրոպական երկրներ ցանկություն են հայտնել զորքեր ուղարկել կղզի ամենամեծ զորակազմը կժամանի Ֆրանսիայից եւ Գերմանիայից։ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն 2009 թվականին այն ստացել է ինքնավարություն, ինքնակառավարման հնարավորությամբ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման մի քանի մեղադրանքով։ Այդ թվում 2025 թվականին նրան ձերբակալելու փորձերին խոչընդոտելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը։ Թերթը հաղորդում է, որ դատավճիռը ներառում են նաև Յունի կողմից 2024 թվականի դեկտեմբերի Հարավային Կորեայում ռազմական դրություն կարճ հայտարարելու հետ կապված մեղադրանքներ։ Սա Յունի համար առաջին դատապարտումն է 8 գործով, այդ թվում ռազմական դրություն հայտարարելուց հետո ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով։ Նախկին նախագահից բացի գործում է ներգրաված եւս 7 անձ, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Կիմ Յունգ Հյունը եւ ազգային ոստիկանության գործակալության նախկին տնօրեն Չո Ջի Հոն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առևանգելու մասին խոսքերը նրա անձնական եւ ոչ ադեկվատ ֆանտազիաներն են։ Զախարովայի խոսքով նման հայտարարությունները վկայում են ժամանակակից արևմտյան քաղաքական գործիչների մտածողության որակի մասին։ Նա ընդգծել է, որ միջուկային տերության ղեկավարի նկատմամբ նման գործողությունների մասին խոսակցությունները չափազանց վտանգավոր են։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչը նաև զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահի դեմ նման փորձերի ցանկացած նախաձեռնություն կունենա աղետալի հետևանքներ դրանց հեղինակների համար։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ կցանկանար առևանգել Պուտինին եւ պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար, համեմատություն անցկացնելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ կապված դեպքերի հետ։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Դանիայի եւ Գրենլանդիայի ԱԳ նախարարների բանակցությունները բարդ հանդիպում է անվանել։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի, Դանիայի եւ Գրենլանդիայի աշխատանքային խմբի ստեղծումը չի փոխում այն փաստը, որ գոյություն ունի հիմնարար տարաձայնություն, քանի որ կղզին գրավելու Վաշինգտոնի հավակնությունները մնում են անփոփոխ։ Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով աշխատանքները շարունակվում են ամերիկացիների կողմից կղզու գրավման իրականացումը կանխելու ուղղությամբ, իսկ կառավարությունը խորհրդարանի անդամներին կտեղեկացնի իրավիճակի մասին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի եղել եւ երբեք չի լինի խաղաղության համար խոչընդոտ, եւ որ Ռուսաստանի զանգվածային հարվածները հստակ ապացույց են այն բանի, որ Կրեմլին համաձայնագրեր պետք չեն։ Նա հայտնել է, որ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նրա խոսքով իրենք քննարկել են օդային պաշտպանությունը ամրապնդելու եւ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտությունը։ Ուկրաինան երբեք չի եղել եւ երբեք չի լինի խաղաղության համար խոչընդոտ։ Ռուսական հրթիռները, ռուսական շահիդները եւ Ուկրաինան ոչնչացնելու Ռուսաստանի փորձերը հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանին ընդհանրապես համաձայնագրեր պետք չեն, ասել է երկրի նախագահը։ Վերջինս մեղադրել է Ռուսաստանին 20-ից 30 ժամ ուկրաինացիներին առանց էլեկտրաէներգիայի թողնելու մեջ։ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի վերականգնել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ եւ բաց է համագործակցության համար բոլոր երկրների հետ առանց բացառության։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Պուտինի խոսքով Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության, անկախ երկրների աշխարհաքաղաքական դիրքավորումից։ Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը չի փակում դռները որևէ պետության առաջ եւ շահագրգռված է հարաբերությունների կարգավորման
գլխավորմամբ։ Նախագահը նշել է, որ Հարավային Կորեան շարունակում է մնալ կարևոր գործընկեր եւ Մոսկվայում հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել լիարժեք եւ կայուն հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա։ Մեծ Բրիտանիան մեկ զինվորականի է ուղարկել Գրենլանդիան պաշտպանելու համար Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի կղզին ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Մեծ Բրիտանիան ռազմական սպա է ուղարկել Գրենլանդիա Արկտիկայում եւ Հեռավոր Հյուսիսում Դանիայի ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում։ Այս որոշումն ընդունվել է Թրամփի այդ տարածքը վերահսկողության տակ վերցնելու բազմաթիվ կոչերից հետո։ Նշվում է նյութում բրիտանական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Դանիայի խնդրանքով Arctic Endurance զորավարժություններին ընդառաջ մեկ զինվորական ուղարկվել է հետախուզական խումբ։ Ռուսաստանը ձգտում է երկարատև եւ կայուն խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերն ընդունելու ժամանակ։ Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ եւ կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի յուրաքանչյուրի անվտանգությունը, արարողության ժամանակ ընդգծել է Պուտինը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկայում Ուկրաինային տրամադրվող հետախուզական տվյալների մոտ 2/3 ապահովում է հենց Ֆրանսիան։ Մակրոնի խոսքով, եթե մեկ տարի առաջ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ կախված էր ԱՄՆ հետախուզական հնարավորություններից, ապա այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Այսօր այդ հնարավորությունների շուրջ 2/3 ապահովում է Ֆրանսիայի կողմից, ընդգծել է նախագահը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվ Բենոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի Կիևին ֆինանսական, ռազմական եւ հետախուզական աջակցությունը նոյեմբերին էլ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները սպառնացել է զրկել Ուկրաինային զենքից եւ հետախուզական տվյալներից, եթե Կիևը չընդունի Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագիրը։ Եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավանու նստացած Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ Գևորգ Սարոյանը հայցով պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին, որոշումն ու վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտք է արվել 3 ու մակագրվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնի է, Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու պարտականությունների մեջ թերանալու թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանը։ Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնային։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից հրապարակել Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել ամերիկյան ընկերության հետ կա պայմանագիր, որը ենթադրում է, որ ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր եւ լեկալներ։ Պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը նաեւ հայտարարել էր, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որի արդյունքում բանակի համազգեստը հնարավոր չի լինի գնել նաև խանութում։ Տեղի է ունեցել Բաքվի 5 տարվա գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեկչյանի եւ իր կնոջ Լինդայի հանդիպումը։ Հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Բաքվից Հայաստանին են հանձնվել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջանին, Վիգեն Էուլջեկչյանին, Վագիվ Խաչատրյանին։ Եղանակը առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 17-ից 3-ն առանձին շրջաններում 17-ի ուշ երեկոյան 18-ից 20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին վայրերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 17-ից 3-ը կգրանցվի -1-ից +1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-ից 3 աստիճան ցուրտ։